Ողջույն։ Այսօր Հայաստանի շուրջ 1500 դպրոցներում հնչեց վերջին զանգը։ Եղան մաղթանքներ, գեղեցիկ խոսքեր, ոլորտի նախարարը մաղթեց լավ սովորեն, որ լավ ապրեն։ Ազգային ժողովի նախագահը գրեց ինքնիշխան, բարեկեցիկ, անվտանգ ապագայի մասին։ Հատկապես իշխանականների շնորհավորանքները բացարձակ չեն համապատասխանում իրենց քաղաքականությանը։ Շատ կարևոր է, որ չափահաս դարձող շրջանավարտներին կառավարությունը ցույց տա հոգատար ու հավասար մոտեցում, սակայն մեկ օր առաջ կառավարությունը այդ պատանիներին սև-սպիտակի բաժանեց։ Դպրոց ավարտելուց անմիջապես հետո զորակոչային տարիքն է։ Փաշինյանի կառավարությունը փողով բանակ չգնալու նախագիծ ընդունեց։ Սա պատերազմի արդյունքում սահմանները հարյուրավոր կիլոմետրերով երկարացրած երկրի համար անվտանգային խնդիր է ստեղծում։ 24% աղքատություն, իսկ ոչ պաշտոնապես 50% աղքատություն ունեցող երկրում սոցիալական տեսանկյունից խնդիր է ստեղծում, արդարության տեսանկյունից խնդիր է ստեղծում։ Առաջարկում են 24 միլիոն դրամ ուծել ու 1 ամիս ծառայել, 18 միլիոն դրամ ուծել ու ծառայել 4 ամիս։ Նիկոլ Փաշինյանը ամբողջ 2018-ին խոսում էր սոցիալական արդարությունից։ Ասում էր, նախկինում հարուստների համար են մենակ հնարավորություններ ստեղծել։ Հարուստի երեխաները բանակ չեն գնում, պաշտոնյաներինը չեն գնում, աղքատներին են գնում։ Հիմա ինքը նախագիծ է ընդունել միայն հարուստների, փողատերերի համար։ 2018 թվականին նոր վարչապետ դարձած Նիկոլն ասում էր, սա Հայաստանն է, որտեղ ոչ մեկ չի խուսափում բանակից։ Հիմա ինքն է առաջարկում մուծվել ու խուսափել։ ՔՊՆ-ն ասում է, զինված ուժերում ծառայելուց խուսափելը շատ դեպքերում դեֆորմացված մտածողության արդյունքն է։ Այդ դեֆորմացված մտածողությունը սա չի բերում դրան։ Դուք ասում եք, ով փող ունի, կարող է դպրոցն ավարտելուց հետո զբաղվել կրթությամբ, լավ մասնագետ դառնալ, լավ փող աշխատել, աղքատի երեխան գնա բանակ, սովորացնել 2 տարում մոռանա, հետ գա ու դառնա բանվոր։ Ծակ գրպանով իշխանության եկածները աշխատում են մենակ հօգուտ փողատերերի շահերի։ Այս կառավարության ԿՊ-ական դեպուտատների կեսը չի ծառայել, Նիկոլից սկսած։ Բանակից թռածները բանակից օրինական կերպով թռնելու օրենք են անցկացնում։ Մինչև 2018 թվականը սոցիալական անարդարությունից բողոքող արդարությունը վերականգնելու համար իշխանության եկածները որոշում են հարուստները պետք է հագնեն կոստյում փողկապ, աղքատները կասկա։ Դու անհանդուրժողականություն ես մտցնում։ Դու ստիպում ես, որ զորակոչվածը մտածի, ինքը չի գնացել հայրենիքն ու ընտանիքը պաշտպանելու, ինքը գնացել է բանակ փողատերերի փոխարեն։ Եկել են պաշտոնի, հարստացել են, երևի հաշվարկել են, թե ինչքան գումար է իրենց պետք իրենց զավակներին ազատելու համար ու իրենց գրպանին համապատասխան օրենք են ընդունում։ Այս տարի կառավարությունը օրենք ընդունեց, որոնք մի շարք հիվանդություններ, որոնք ունեցողները ազատվում էին նախկինում բանակից, համարեցին չխոչընդոտող եւ հիմա այդ հիվանդություններ ունեցողներին տանում են բանակ։ Ինչու են որոշել այդպես, որովհետեւ երևի թե թվակազմի խնդիր ունեն։ Երիտասարդների տարան բանակ, որոնք հիվանդություն ունեին, մի քանի ամիս հոսպիտալում պարկելուց հետո զորացրվեցին, ել ավելի ծանրացած վիճակում առողջությունը։ Այսինքն հիվանդությունների հիմքով բանակից ազատումը չեղարկել են, փողի հիմքով բանակից ազատում են մտցրել։ Երիտասարդը, որը հիվանդ է, բայց աղքատ, պետք է գնա բանակ, երիտասարդը, որը փողատեր է ու հարուստ ու առողջ, կարող է ազատվել։ Կեց է արդարությունը։ Դուք գիտեք, որ այնպիսի բանակ եք սարքել, որ ծնողը ամեն քայլի կդիմի, որ ազատի որդուն։ Ինչ պետք է անի մարդը, եթե հարուստ չէ ու ուզում է իր որդին չծառայի։ Որովհետև Նիկոլը բանակը խեղել է։ Պետք է արտագաղթի, բախտը փորձի, ասենք կազինոյում, վատ քայլերի պետք է դիմի։ Շատ գիտեմ։ ԿՊ-ական օլիգարխի բանկը երևի վաղը բանակից ազատվելու վարկ կտա։ Սա բանակի թուլացում է, կրկնում եմ։ Այն որ դա ազգային ժողովից ասում էր ամբիոնից, բանակը չենք հզորացնում, որովհետև չգիտենք ումից հզոր պետք է լինի, հիմա թուլացնում է, որովհետև կոնկրետ գիտի, թե որ պետությունից թույլ պետք է լինի մեր բանակը։ ԿՊ-ական падգամավորները բավական հաճախ են ազգային ժողովի ամբիոնից խոսում նախկինում բանակից ազատվելու մասին, տարբեր ճանապարհներով, դատապարտելի երևույթ էր։ Այդ խոսողների մեծ մասն էլ հենց ազատվել է բանակից։
ԿՊ-ն ասում է, դատապարտում ենք, որ առաջ կաշառքով ազատվել են բանակից, եւ հիմա առաջարկում են այդ կաշառքը տալ պետությանը եւ ազատվել։ Բայց ինչ տարբերություն, թե բանակից ոնց է թռել։ Այն ժամանակ փողով ազատվել են, հարստացել են ինչ-որ մարդիկ։ Հիմա կազատվեն, կհարստանան ԿՊԱ-ականները։ Այն ամենը, ինչը այն ժամանակ ապօրինի էր, դուք հիմա անում եք օրենքով։ Լրիվ անում եք նույն բանը։ Կրկնում եմ, դուք գիտեք, որ այնպիսի բանակ եք սարքել, որ ծնողը ամեն քայլի կգնա երեխային ազատելու համար։ Դրա համար էլ այսպիսի գինել եք դրել բարձր։ Ամեն ինչ հանել եք վաճառքի, երկիրը, հողերը, բանակը։ Սրանց ուշքի միտքը փողն է։ Սրանց խոսակցությունը պատտվում է փողի շուրջ, եթե ուշադիր եք եղել։ Սրանց գործունեությունը վերաբերում է փող աշխատելուն։ Սրանք ժողովրդին հիշում են, երբ պետք է հարկ ավելացնել, տուրք ավելացնել, նոր տուգանք սահմանել։ Նախորդ նիստում էլ մի որոշում կայացրին փողով հերթը առաջ գցելու մասին։ Փոխանակ այնպես անեն, որ 90-ականների հացի հերթերից բետար հերթերը վերանան, ասում են մուծվեք առաջ գցենք։ Կտրվեցիր վարորդականի քննությունից, մի գնա նորից պարապի, էլի վճարի, էլի կտրվի, հա վճարի, հա կտրվի։ Ով փող չունի, թող ամիսներով հերթ կանգնի։ Ով փող ունի, երբ ուզում ես հանձնի, քանի անգամ ուզում ես հանձնի։ Մինչև 16 տարեկանը քաղաքացիությունից հրաժարվելու տուրքը դարձնում են 15 միլիոն դրամ։ Կարևորը փող գա, փող աշխատեն։ Սրանց խոսքերում, որոշումներում, մտածելակերպում մենակ փողն է, վաճառվում է ամեն ինչ, փող տվող լինի, երկիր, հայրենիք, արդարություն, սախեջ, փողն է կարևորը։ Հարկեր, տուրքեր, փող, պարտքեր, վարկեր, տուգանքներ, ուշք ու միտքը կրկնում եմ փող աշխատելն է։ Դա չլիներ 7 միլիարդ դոլար պարտ կանեին։ 2018-ին ասում էր մարդիկ ճկռած են հարկերի ու վարկերի տակ։ Հիմա էլ ավելի է մեծացել այդ բեռը։ Մի ոլորտից խոսեմ, ինչու են անդադ տուրիստները պակասում։ Գալիս են, որ մի շաբաթ մնան, 2 օրից մեկնում են Վրաստան, հետո հետ են գալիս իրենց օրը վերադառնում։ Որովհետև ամեն ինչ թանկ է, ասում են դուք ոնց եք ապրում, ինչ աշխատավարձ եք ստանում, որ ապրում եք այս թանկ երկրում։ Այնքան են հարկերը շատացրել, որ ամեն ինչ թանկացել է։ Տուրիստը ռեստորանից է հիմնականում օգտվում։ Հարկային փոփոխությունների պատճառով սեղանի համար հաստատագրված վճարից, շրջանառության հարկից փոխել են ավելացած արժեքի հարկ։ Դուրս է գալիս հաճախորդի գրպանից։ Ամեն ինչ թանկանում է ու փախչում են, տուրիստը փախչում է։ Տեղացին էլ մենակ առիթի դեպքում է մտնում ռեստորան։ Հերոս են հռչակել հարկատուին, հա, մեծ բան են անում, որ հարկ են վճարում, այն էլ բարեխղճորեն, բայց հարկի վճարումը ոչ թե դիտվում է հայրենասիրությունից դրդված քայլ, այլ պատիժ չկրելու համար պարտավորություն։ Սրանց հերոսը ոչ թե բանակում ծառայողն է, այլ փողով բանակից խուսափողը։ Կարճ ասած, այս մարդիկ մտածում են միայն իրենց գումարը աշխատելու մասին։ Սրանց ուշք ու միտքը արագ ու ցանկացած եղանակով հարստանալն է, ու դա միշտ ձեր հաշվին է ժողովուրդ։ Պարտքեր են կուտակում, ամեն եղանակով ձեզանից փող են քերում, դատարկում են ձեր գրպանները։ Ձեզ համար իշխանության եկածները հիմա ձեր վզից կախվել են պարանի պես ու խեղդում են։ Չկա այդպիսի մի ոլորտ, որի դեմ գործողություններ չեն արել։ Չկա հասարակության մի շերտ, որոնց վատություն չեն արել։ Սրանց կառավարումը ոչ միայն հոգնեցրել է, այլև արդեն նյարդայնացնում է մարդկանց։